Սիրելիներ, իմաստուն մարդը գիտի, թե ինչ եւ երբ անի, եւ նա զուր չի աշխատում այս իմաստով, մանավանդ գիտի իր գործի արդյունքը, պտուղը։ Այս իմաստով շատ հետաքրքիր բան է ասում մեզ այսօրվա ավետարանը։ Երբ Տեր Հիսուս Քրիստոս քայլում էր ամբոխի միջով եւ նրան հրում էին տարբեր կողմերից, հանկարծ շրջվեց եւ ասաց, թե ով դիպավ ինձ, որովհետեւ գիտեր, որ մի կին 12 տարի հիվանդությամբ տառապող որոշել էր, որ հավատքով եթե գա եւ Տիրոջ փեշից բռնի, հանդերձի փեշից, ապա իսկույն կառողջանա։ Եվ այդպես էլ եղել էր, եւ դրա համար Տերը հատուկ կերպով ուշադրություն դարձրեց այդ կնոջը, որպեսզի նրա օրինակով հավատքն ուսուցանի, իմաստությունն ուսուցանի իր աշակերտներին եւ այն ժողովրդին, ովքեր, այսպես ասենք, հրմշտում էր իրեն։ Կինը եկավ եւ երկյուղով ամեն բան պատմեց, թե ինչպես իր բոլոր հնարավորություններն օգտագործել էր, սակայն ապարդյուն էր դա եւ վերջապես հաստատվել էր ճիշտ ճանապարհի վրա, որը հավատքը Աստծո նկատմամբ եւ վստահությունը։ Այսպես մենք շատ տարբեր տեսակի փորձությունների մեջ ենք ընկնում եւ երբ ազատվում ենք, մատաղի աղը վերցրած շտապում ենք եկեղեցի Աստծուն փառք տալու համար, որ Աստված ազատեց, կամ ակնկալում ենք, որ Աստված ազատի փորձությունից։ Այսպես, սիրելիներ, վստահաբար ամեն առավոտ Աստծո փեշը բռնենք աղոթքով, որպեսզի իմաստուն վարվենք։ Մեր կյանքը, որպես այդպիսին, կառուցվի Աստծո պատվիրանի, Աստծուն որպես ուղենիշ վերցրած հեռանկարի վրա, որպեսզի կարողանանք իսկապես ճիշտ ապրել։ Հետևաբար, մեր կյանքի բոլոր փորձությունների եւ նեղությունների մեջ, եւ անգամ լի եւ առատ վիճակում էլ պիտի աղոթքով եւ աստվածպաշտությամբ ապրենք, որովհետեւ մարդու միտքը միշտ ենթակա է գայթակղվելու, շեղվելու իմաստուն ճանապարհից։ Դրա համար միշտ պետք է աղոթենք Տիրոջ պատվիրանով եւ հետևենք Տիրոջը։ Աղոթքով բռնենք Տիրոջ փեշից։